Սիրելիներս, այս գեղեցիկ ծաղկած պիտունյաների ծաղկունքով էլ սկսում եմ նոր տեսահոլովակ, հմայք եմ բերել, պիտունյաների գեղեցկություն եմ բերել ձեզ համար, որպեսզի ձեր օրը դարձնեմ գեղեցիկ և ուրախ։ Բարև իմ շատ սիրելի հետևորդներ ջան, օրը արդեն կեսօրն անց է, սիրով բարևում եմ ձեզ, ցանկանում եմ, որ ձեր օրը լինի խաղաղ, օրհնված և ուրախ։ Սիրելիներս, սիրով ձեզ ցույց տվեցի ծաղիկները, ծաղկամանի մեջի գեղեցկուհիներին, նոր կոֆեն գիտեք ով է եփել արդեն, Մարինես, բերել դրել է, մինչև ես ձեզ ծաղիկներն էի ցույց տալի, Մարինկաս արդեն կոֆեն բերել է։ Սիրելիներս, այսօր մի փոքր ոնց որ տխուր լինեմ, տրամադրությունս այն չի, նորից կրկին անգամ ճնշումս է բարձր, շաքարս է բարձր, ճիշտ է չեմ ընկճվում, բայց ինչ-որ տեղ նեղվում եմ, մի այնպիսի գլխացավ եմ սիրելիներս, ահա որ ձևով գլուխս ցավում է, բերանս անընդհատ չորանում է, չափեցի համ ճնշումս էր բարձր, համ էլ շաքարս, ասեցի մի հատ դառը կոֆե դնեմ, մի քիչ էլ նստեմ, իմ սիրելի հետևորդների հետ զրուցեմ, գեղեցիկ ծաղիկներս ծաղկամանից ցույց տամ, միգուցե մի փոքր թեթևանամ։ Սիրելիներս, երեկ գնացել էինք ծնունդ, հարսիս Մանիկի մայրիկի 60-ամյակն էր, շատ լավ օր ունեցանք, անչափ լավ օր էր մեզ համար, նկարվեցինք, պարեցին, Մարինկաս, որդիս, բոլորս ուրախացանք, բայց այդ բոլորը չեմ կարող տեղադրել YouTube հարթակում երաժշտության համար, իսկ եթե երաժշտությունն էլ կտրեմ, սիրելի հետևորդներ ջան, որ տեղադրեմ, արդեն մի քիչ այն չի նայվում, բայց շորտում քիչ-քիչ, մաս-մաս կգցեմ, ովքեր ուզում են հետևել, հետևեք շորտին կտեսնեք սիրելիներս, Մարինկաս ոնց էր պարում, ուրախացել էր, մի խոսքով լավ ծնունդ ենք նշել, երեկ երեկոյան ժամը գնացել ենք 4-ին, սիրելիներս մենք պետք է ռեստորանում լինեինք 5:30, տուն ենք վերադարձել համարյա 2-ն էր, 1:30, առավոտ շուտ էլ արթնացել եմ, կոֆե ենք խմել, գնացել են աշխատանքի, հավաքել մաքրել եմ, դեռ չեմ հասցրել հանգստանալ, այ հիմա ձեզ հետ հանգստանում եմ, կոֆե եմ խմում, կոֆեից հետո կգնանք տիկին Մարինեի խոհանոց, տեսնենք ինչ ենք պատրաստելու, սիրելի հետևորդներ ջան, այսօր պատրաստելու եմ, ճիշտն ասած, կարմրախայտ իշխան, հիշում եք գնումների ժամանակ որդիս գնել էր, դրել էի սառցախցիկը, հանել եմ, լավ լվացել եմ, թեփուկները, պոչի մասերը կտրել եմ, սիրելի հետևորդներ ջան, աղել եմ, դրել եմ, որ պատրաստեմ ձեզ հետ միասին, ձուկը արդեն պատրաստ է, լվացած, աղած, խմեմ, գնանք մեր խոհանոց, սկսենք պատրաստելը։ Սիրելի հետևորդներ ջան, ինձ մոտ 5 հատ կարմրախայտ փոքր իշխան ձկներ են, 2 հատը ամբողջական եմ թողել, միայն պոչերից մի քիչ հեռացրել եմ, 3 հատը 2 կես եմ արել, նորից պոչերը հեռացրել եմ, տեսեք ինչ ընտիր ձուկ է, նախապես լավ լվացել եմ և աղ եմ արել, հիմա վերցրել եմ
խաղողի տերև, խաղողի կանաչ ճյուղեր և չհասած մի փոքր ողկյուզ խաղողի, հանքային ջուր և կարագ։ Այսօր կարմրախայտ իշխանը պատրաստելու եմ լուսահոգի հայրիկիս տարբերակով, որը ստացվում է աննմահական համեղ։ Սկզբից շարում եմ կաթսայի տակ խաղողի դալար ճյուղերը, հետո լցնում եմ հանքային ջուրը։ Հիմա մի հատ ճյուղերը դասավորեմ, ճյուղերի վրա շարում եմ խաղողի տերևները, խաղողի տերևները շարում եմ ճյուղերի վրա, որպեսզի, սիրելի հետևորդներ ջան, ձուկը խաղողի դալար ճյուղերին չկպնի։ Դնում եմ չհասած մի փոքր ողկյուզ խաղող։ Հիմա շարում եմ ձկը։ Խաղողի ողկյուզը, սիրելիներս, թթվություն և յուրահատուկ համ է տալիս ձկանը։ Եփելու ենք 20-ից 30 րոպե։ Վերջում ձուկը շարեմ, վերջացնեմ, դնեմ կարագ, կարագով շատ համեղ է ստացվում։ Այս տարբերակով, որ դուք էլ պատրաստեք, սիրելիներս, իրոք կհամոզվեք, որ շատ համեղ է ստացվում։ Հիմա դասավորեմ, կարագն էլ դնեմ։ Կարագը ըստ ցանկությամբ է, կարող եք շատ դնել, քիչ դնել, բայց 5 հատ փոքր իշխան ձկանը այս կարագը բավական է։ Բերանը կծածկեմ, սիրելիներս, մարմանդ կրակով կեփեմ 20-ից 30 րոպե։ Պետք է լավ եփվի։ Միացնեմ գազօջախը և սպասենք մինչև ձուկը կեփվի։ Հետևորդներ ջան, տեսեք ինչ հանգիստ կրակով լավ եփվում է, մի 10 րոպե եփի, արդեն կանջատեմ։ Սիրելիներս, խաղողի ողկյուզով, տերևով և կանաչ ճյուղերով համեղ կարմրախայտ իշխան ձուկը պատրաստ է։ Լցրել եմ մատուցվող ափսեն, հիմա տանեմ և համ տեսենք այս համեղությունը, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում, տեսնենք որտեղ ենք հանդիպելու։ Սիրելի հետևորդներ ջան, ձուկը կերանք, վերջացրեցինք, հիմա պետք է երեկվա դաստայած տերևները, սիրելիներս, արդեն աղաջրով պատրաստեմ։ Գազօջախին դրել եմ ջուր, լիտր ու կես, և լիտր ու կես ջրին պետք է ավելացնեմ 6 լավ ճաշի գդալ աղ, այսենց լիքը, 1, 2, 3, 4, 5, սա էլ 6։ Հիմա ջուրը նորից կխառնեմ, հետևորդներ ջան, որ աղը լուծվի։ Ես ցույց եմ տալիս նորեկներին, նոր բաժանորդներին, որովհետև հին բաժանորդներս արդեն գիտեն, իմ ալիքում տեղադրած ունեն, տեսել են, բայց նորից կկրկնեմ և նոր բաժանորդների համար և հիների համար։ Հիմա աղը լուծվեց, կարող ենք նաև
շշերի մեջ լցնել, փակել, առանց աղաջրի փակել, դնել սառցախցիկը, տարբեր տարբերակներ կան, բայց սիրելիներս ես գերադասում եմ այս տարբերակը, իմ պատրաստած տարբերակը, հիմա այսենց տեսնում ենք, դնում ջրի մեջ, մի կողմը կդեղնի, շուռ կտանք մյուս կողմը, տեսեք սև խաղողի տերև է, ճիշտ է սպիտակ էլ կա, բայց սև խաղող է, հիմա կտեսնեք, թե ինչ գույն կստանա և ինչքան կնրբանա տերևները, հենց մի թեթև դեղնում են սիրելիներս, եթե ձեզ մոտ տերևը մի քիչ կոշտ է, Ռուսաստանում, Հայաստանի քիշմիշը չկա, արտերկրում չկա, որ նուրբ հենց գցես ու հանես, մի 2 վայրկյան մնում է և կհանեմ, դրա համար կոշտի դեպքում մի քիչ ավել ենք թողնում, իսկ ինձ մոտ այդքան կոշտ չի, տեսեք, աղաջրով պատրաստած մեր տոլմաները շատ համեղ են ստացվում, դրա համար ես աղաջրով հակում եմ, հիշում եք մեր մեծերը, մենք ժամանակին, որ ապրել ենք Հայաստանում, այս տարբերակն ենք օգտագործել, աղաջրով ենք փակել, ոչ թե եռացրել ենք, օրինակ ես լցնում էի մեծ լագյանի մեջ, այսենց մեծ, ավելի մեծ լագյանի մեջ, սառը ջուր էի լցնում վրան, դնում էի արևի տակ, մի փոքր մնում էր, մի 2-3 ժամ, լավ դեղնում էր, հետո սիրելիները շարում էի ինչ-որ ամանի մեջ, որ պետք է շարեի տերևները, այն պարսկական պլաստմասայից ամանների մեջ էի շարում, գարի էի տապակ լցնում և նոր տերևներն ու վերջում աղաջուրը, հիմա սա այսենց դնում եմ տարայի մեջ և սեղմում եմ, որ ազատեղ չմնա և շատ լցվի տարայի մեջ, շատ համով էր, ձմռանը հանում էինք, տոլմաները ընտիր համ էր ունենում, իսկ մարդկա ես ոչ ոչինչ չեմ ասում և իրավունք էլ չունեմ, սիրելիներս, ամեն մարդ մի տեսակ է չէ պատրաստում և մի տեսակ է սիրում, ես էլ այս տարբերակն եմ սիրում, աղաջրով տարբերակը, մի տարան սիրելի հետևորդներ ջան, ձեզ հետ միասին կպատրաստեմ, տեսնեմ քանի տարա կլինի, մնացածը կադրից դուրս, ուզեցա ձեզ հետ կիսվեմ, ձեզ էլ ցույց տամ, իմ տարբերակը, մինչև Սիրելի հետևորդներ ջան, ինձ մոտ 2 տարա ստացվեց, տեսեք ջուրը լիքն է, որ այս սեղմում եմ, տերևների ջուրը դուրս է տալիս, եթե պակաս կլինի, կարող ենք ավելացնել աղաջուրը և զակատել, երկուսն էլ պատրաստ են զակատելու, հիմա կզակատեմ, պտտում ենք, հենց ճտում է, վերջ, պատրաստ է, սա մեկ, սա գույնը մի քիչ կանաչ է, սիրելի հետևորդներ ջան, մուգ է երևում, տեսեք ինչ դեղին լավ ստացվեց, սա էլ երկրորդը, հիմա
կսլվանամ, լցնելուն աղաջուր եմ մի քիչ թափել, կլվանամ տարաները, կչորացնեմ, կտեղավորեմ, սիրելի հետևորդներ, իրենց տեղը, նախ կծածկեմ մի քիչ թող սառի տարաները, նոր կտեղավորեմ, սիրելիներս, այսօր էլ այսքանը, սիրով պատրաստեցի, սիրով ցույց տվեցի բոլորիդ խաղողի տերևի պատրաստման իմ տարբերակը, ովքեր էլ ինձ հետ փակոցներ են անում, անուշ վայելենք ձմռանը, խաղաղ ձմեռ լինի բոլորիս համար, անփորձանք ձմեռ լինի, ամբողջ աշխարհում թող միայն խաղաղություն լինի և առողջություն, շատ շնորհակալ եմ, որ հետևում եք, բաժանորդագրվում եք, լայքում եք և տարածում եք տիկին Մարինեի յութուբյան էջը, ցանկանում եմ ձեզ միշտ առողջ լինեք, օրհնված, սիրելիներս, խաղաղություն եմ մաղթում բոլորիդ, լավ մնացեք, ցտեսություն, մինչ նոր տեսանյութ։